Դե գանք գլխավոր նորությունից այսօր բոլորը դա են քննարկում եւ հասկանանք ինչ է տալիս Հայաստանին Թրամփի խաղաղության խորհրդին միանալը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք վերջին կարելի ասել ամսում շատ սրընթաց զարգացումներ են գնում միջազգային հարաբերություններում։ Երևի թե արդեն մոտենում ենք այն վիճակին, ինչ ունեինք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ որ աշխարհի ուժեղները սկսում էին կիսել աշխարհը, երևի թե ամեն դեպքում դեռևս դրան չենք հասել, բայց մոտ իրավիճակ է։ Թրամփը փաստորեն ստեղծում է մի հատ յուրօրինակ դաշնակիցների միություն, որտեղ ինքը լինելու է ընդգծված ղեկավարը, այստեղ հավասարության մասին խոսք չկա, եւ գոնե այս բան հավաքում է իր շուրջ այն ուժերին, որոնք պատրաստ են իր ընդգծված առաջնորդության տակ ինչ որ քայլեր անել։ Տեսեք, մեր եւ Ադրբեջանի ղեկավարներից զատ մենք նաեւ տեսնում ենք Արգենտինայի ղեկավարին, չենք տեսնում եվրոպական հիմնական պետությունների ղեկավարին, բնականաբար չենք տեսնում Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին։ Կարելի է կարծել, որ Թրամփը փորձում է ինչ-որ մի միջազգային կառույց ստեղծել, որտեղ ինքը կլինի միակ լիդերը եւ ինքը տոն կտա հարաբերություններին, իսկ մյուսներն էլ փորձելով տեղավորվել այդ թագավոր վասալ հարաբերությունների մեջ իրենց շահերը կապահովեն։ Շատ ուշագրավ զարգացում է, թեև դեռևս խմորվում է այս ամեն ինչը եւ մենք դեռ չգիտենք, թե այս ամեն ինչը վերջնական ինչ տեսք կունենա։ Գազայի խաղաղության խորհուրդ անունով ստեղծվեց, բայց դա ակնհայտորեն Գազայից դուրս կգա այս ամեն ինչը եւ մենք չգիտենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ կառույցները, ինչպես նաեւ աշխարհի մյուս ուժեղները ինչ ձև կհամագործակցեն սրա հետ եւ կհամագործակցեն արդյոք թե ոչ։ Երեք Ռուսաստանի դաշնությունը շատ զուսպ այս ամեն ինչի վերաբերյալ արտահայտվեց, ասաց Պուտինը, որ մենք հանձնարարել ենք արտգործնախարարությունը ուսումնասիրել այս ամենը։ Մանևրի տեղ է թողնում իրեն պաշտոնական Մոսկվան, մանավանդ այն բանի ֆոնին, որ վաղը հանդիպում է նախատեսվում։ Ռուսական ակտիվների փաստարկը կա նաեւ, չէ՞։ Դե գիտեք 1 միլիարդ դոլարի։ Դա մանրուք է, այս մեծ խաղում դա բառից բուն իմաստով մանրուք է, ուղղակի այդ մանրուքի մեջ Ռուսաստանը փորձեց sense փոքրիկ հաճույք ապահովել իրեն, ասաց իմ սառեցված ակտիվներից է դա ամեն ինչը պայք, բայց դա մանրուք է, հավատացեք, եթե մեծ հարցերում պայմանավորվեցին, այդ 1 միլիարդը այս ֆոնդից կտրվի թե այն ֆոնդից։ Չէ, այդ ինչու հիշեցի, որովհետև Հայաստանում սկսեցին արագ աղմկել, բա մենք 1 միլիարդ ինչու ենք վճարում։ Հանուն ճշմարտության նշենք, որ հենց նոր լսում է արտգործնախարարության մամուլի խոսնակի պարզաբանումը, որը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի վճարել այդ 1 միլիարդը եւ դա լինելու է այն դեպքում, երբ որ կողմը ուզում է մշտական անդամ լինել, այս պահին կամավորության հիմունքներով է եւ 1 տարվա ընթացքում դա կարող է։ Դե հիմա 1 տարում այնքան բանկը փոխվի, որ ոչ մեկ չգիտի ինչ կլինի հետո։ Լավ։ Գանք Բաքվից հնչող հայտարարություններին Ադրբեջանի նախագահի մասնավորաբար, որ նկատելի հռետորաբանության փոփոխությամբ ինչն է վերել այդպիսի դրական տրամադրության։ Ես չէի ասի, որ Բաքվի հռետորաբանությունը փոխվել է, ուղղակի այն լկտի ագրեսիան, որը կար նախորդ տարիներին չկա։ Ասում եմ, վերջ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, հա, բայց նաև մենք լսում ենք Ալիևի առևտրային հարաբերություններ ենք հաստատում։ Չէ, բայց նաև մենք լսում ենք Ալիևի եւ նրա արբանյակների այլ ելույթները եւ տեսնում ենք, որ իրենց պետական կառույցները լիովին պաշտոնապես ֆինանսավորելով իրենց պետական բյուջեից արևմտյան Ադրբեջանը նման թեզեր են առաջ տանում։ Չէ, ու մի քիչ ուղղակի այդ լկտիությունը պակասել է ընդհանրապես սա, ես չէի ուզենա, որ մենք հերուն գնացող հետևություններ անենք, պատճառը պարզ է։ Հետևություն չենք անում, համեմատում ենք այդ ձեր ասացի ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ինչքան իրենք մեղմ խոսեն, այդքան այսպես կոչված խաղաղության, այսպես կոչված ընդգծեմ այդ բառը խաղաղության թևը Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին ավելի մեծ շանսեր կունենա եւ ինչքան իրենք մարտաշունչ խոսեն, այդքան Հայաստանի Հանրապետությունում այդ թևի հակառակորդը մեծ ուժ կունենա ընտրություններին, բայց եկեք մենք մեզ չխաբենք, որովհետեւ եթե ընտրությունները ավարտվեն եւ արդեն շատ ենք խոսել այս մասին, գործող իշխանությունները մնան, հաջորդ իսկ պահին դրվելի է սահմանադրության փոփոխության եւ այսպես կոչված անկլավների հարցը, իսկ եթե գործող իշխանությունները չմնան եւ ենթադրյալ ընդդիմությունը գա, քանի որ կամ վիճակ է, ապա այդ դեպքում նոր իրականություն կունենանք, որովհետեւ մենք ստիպված պետք է լինենք անչափ լկտիացած եւ իր ուժի վրա վստահ Ալիևի հետ փորձել հավասարակշռել հարաբերությունները։ Այդ երկուսի միջև հարաբերություններում ձեր նշածը անշուշտ պետք է հաշվի առնել, բայց արդեն հայ-ադրբեջանական օրակարգում կան ավելի ծանրակշիռ խաղացողներ, չէ՞։
Գնում ենք դեպի թրիպի վերջին այդ համաձայնագիրը արտգործնախարարների մակարդակով։ Միգուցե այդ համաձայնագիրը ազդել է հայ-ադրբեջանական օրակարգի վրա։ Ես չեմ կարծում, կներեք, կուզենայի կիսել ձեր լավատեսությունը, բայց չեմ կարծում, որովհետև նույնիսկ գնալով եւ այդքան մոտ լինելով թրիպի այդ ավարտական համաձայնագրին մենք դեռևս չգիտենք, թե մեծ հաշվով դա ինչ է։ Այդքան վարչապետը վերջերս խոսեց back office եւ այլ տերմիններ օգտագործեց եւ մենք չենք հասկանում, թե ի վերջո դա ինչ է։ Հիմա անդիմությունը իր կարծիքն է ասում, որ սա ինքնիշխանության զիջում է եւ այլ, իշխանությունը ասում է նման բան չկա։ Ինչ չի, դա կարևոր է, ճիշտ է, բայց կա Վաշինգտոնյան նախաձեռնություն այստեղ։ Ես ամեն դեպքում անորոշություն եմ այստեղ տեսնում, կուզենայի ինչ որ լավատեսություն եւ ավարտված process-ի մասին խոսել, բայց ցավոք չէ, եւ ինչքան մոտենան ընտրությունները մոտակա կես տարում չենք էլ տեսնի դա, հետո էլ կունենանք նոր իրականություն։ Իսկ պատահական չասացի հաղորդման սկզբում, վաղը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպելու են եւ հանդիպելու են ոչ թե ԱՄՆ-ն եւ ասենք Ուկրաինան, այլ եռակողմ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ուկրաինա, մի քանի ժամ առաջ տարածվեց այդ լուրը։ Հիմա մենք այս պահին խոսում ենք, բայց վաղ կարող է մի ինչ-որ բան լինի այնտեղ եւ մյուս օրը նոր իրականություն լինի։ Եվ մենք չգիտենք, ասենց անչափ խանդով լցված պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը իրենց բնորոշմամբ Անդրկովկասի վերաբերյալ, իմ բնորոշմամբ հայկական լեռնաշխարհի արևելյան մասի վերաբերյալ եւ Կովկասյան լեռնաշխարհից հարավ ձգվող տարածքների նկատմամբ, ասենց ասենք, էլի Անդրկովկաս տերմինը չեմ սիրում։ Մենք չգիտենք ինչ է լինելու, պարոն Նացականյան։ Սպասում ենք, աշխարհը այս պահին բլբլթում է, եռ է գալիս, Իրանում դարտվեց կարծես թե իրավիճակը, բայց սա հանդարտում չէ, սա հետագայում նորից է պայթելու, սենց չի լինում։ Սիրիայում էլ տեսնում ենք ինչ է կատարվում։ Բարձր իմաստով Իրանում հանդարտվում է, բայց քրդական հարցը ակտիվանում։ Քրդական հարցը ակտիվանում է եւ մենք չգիտենք, թե այս հարցի ակտիվացումը Իրանի խնդրի համատեքստում ինչ է։ Առաջին հայացքից Ամերիկայի տրադիցիոն դաշնակիցներ քրդերի գործերը սպայն շատ վատ է եւ Ջուլանի հրոսակները բավականին տարածքներ գրավեցին հյուսիսարևելյան Սիրիայում, այսպայն սեղմել են քրդերին հյուսիսծայր արևելքում եւ մի հատված էլ հյուսիսում, բայց վերջին օրերին կարծես 4 օրյա զինադադար կնքեցին 2 օր առաջ։ Հիմա էլ ես անընդհատ հետևում եմ այդ վերջին հաջողությունը Ջուլանի հրոսակների կարծես թե չի լինում։ Հիմա չգիտեմ քրդերը կենտրոնացրեցին ուժեր եւ դիմադրում են, թե ինչ որ բան փոխվեց։ Ամենայն դեպս այդ սկզբնական հաջողությունն էլ եղավ մեծապես նրա հաշվին, որ քրդերի հետ կոալիցիոն ռազմավարչական էլի հսկողություն իրականացնող ուժերը դավաճանեցին եւ անցան պաշտոնական Դամասկոսի կողմը, ցավոք պետք է ասենք պաշտոնական Դամասկոսի, որտեղ իրականում դա խունտա է, որը գրավել է իշխանությունը Սիրիայի պետությունում, բայց ունի Թուրքիայի նման։ Բնականաբար ունի, բայց դա ամեն դեպքում չեմ կարող ես համարել այնտեղի օրինական իշխանություններ, հիմա ունենք սա ինչ ունենք, եւ ենթադրում եմ ու ցանկանում եմ, որ քրդերը գոնե դիմանան, մենք չգիտենք ինչու դա ինչու է մեզ հետարքի հակակշիռ ուժ ամենից առաջ Թուրքիային Իրանի շուրջ ստեղծված միջավայրում պետք է այո անկասկած է եւ ուղղակի մենք դեռ չգիտենք թե Վաշինգտոնում ինչ են որոշել Իրանի հարցում վերջնական եւ մենք չգիտենք թե այդ որոշման համատեքստում քրդերի դիրքորոշումը ինչպես է լինելու Վենեսուելայի մոտ տեղի ունեցած լիցքաթափումից հետո հսկայական ծովային ուժեր կային այնտեղ կուտակված այժմ Պաշտոնական Վաշինգտոնը այդ ուժերը արագորեն տեղափոխում է Հնդկական օվկիանոս Պարսից ծոցի հարված եւ process-ը որ սկսվել էր մի քանի օր առաջ, հիմա մոտակա ժամանակներում կավարտվի։ Ենթադրում եմ, որ Տրամպը շատ կուզենա Իրանում ունենալ Վենեսուելայի սցենարի պես մի բան, եթե տանի էլ առաջնորդին, ապա գոնե այդ իր նավատորմով եւ այլն ճնշում անի, իհարկե նաեւ բացառելով ռազմական հարվածի հնարավորությունը եւ այս պայմաններում քրդերը, որոնք իրենք էլ մենակ են մնացել եւ այլ դաշնակից չունեն, հնարավոր է ապագա Իրանում ինչ որ մի կտոր ստանան Իրան, Իրաք, Սիրիա այդ հատվածում եւ փորձեն ի վերջո իրենց երկարսպասված պետությունը ստեղծել։ Այո, Իրաքից տեղափոխում եւ այդ հանգամանքները դեպի ինչ շատ է հետաքրքիր ձևով զարմացնում, որովհետեւ Իրաքը մեծապես գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության տակ եւ եթե այնտեղից քրդերը գնում են այնտեղ, բայց դեմս կողմից էլ կա Ամերիկայի պաշտոնական մարմինների հայտարարությունը, որ քրդեր ձեր ժամանակը ըստ էության անցել է, բայց դա երրորդ կողմից էլ դիվանագիտությունը հնարավոր է սրանով խափում են իրանք ինչ որ մարդկանց եւ իրականում կօգնեն քրդերին։ Շատ դրամատիկ զարգացումներ են միջազգային հարաբերություններում, ասենց մի քանի ընդ որում էլի ճակատում եւ կարծում եմ, երբ որ ռուս-ուկրաինական այս
համաձայնությունը լինի, գուցե մենք տեսնենք այդ ֆինալ վերջնական process-ը, երբ որ այդ վերջնականապես բոլոր իրենց տեղերում կդասավորվեն։ Այս առումով ես ուղղակի ցավում եմ մեր համար, որովհետև կարծես մեծ փղեր են, ասենց այդ նեղ տարածքում ոտքերով դոփում, մենք էլ արանք ընկած նայում ենք, որ ուղղակի չճզմվենք։ Մենք ասելով միայն նես նկատի։ Չէ, բոլորը այդ խնդիրներն են, բոլորը, միանշանակ բոլորն այս խնդիրներն են, ուղղակի մենք առավել խոցել ենք, հիմա տեսեք, օրինակ Վրաստանին անմիջական գոնե ռազմական սպառնալիք ոչ մի կողմից չի գալի։ Հա, Վրաստանն էլ իր խնդիրներն ունի, Վրաստանն էլ խնդիր ունի, ասենց գեոպոլիտիկ ընտրություն կատարել եւ այլ, բայց մեր դեպքում այլ է, չէ՞, մեր դեպքում ունենք երկու թշնամի, որոնք մեզ երկուսն էլ գերազանցում են բոլոր առումներով եւ հիմա իրենք մեզ սպառնում են։ Ի վերջո, եկեք չխաբվենք նորից ու նորից Ալիևի եւ Էրդողանի ժպիտներից։ Կգա պահանց կփոխվի այդ տոնայնությունը, որ ոչ մեկին պակաս չի թվա, էլի, ցավոք։ Դե Ալիևը հայտարարում է խաղաղության մասին, հայտարարում է առևտրային հարաբերություններ Հայաստանի հետ ակտիվացնելու մասին, ընդ որում մի կարևոր հանգամանք էլ այստեղ Ալիևը բացում է իր կոմունիկացիաները Ռուսաստանի համար դեպի Հայաստան։ Իսկ մենք երբեմն լսում ենք, որ հասունանում է ռուս-ադրբեջանական ինչ-որ բախում, թե դա արհեստական օրական։ Դա մեր հին թեման է, մենք ձեր հետ ենք շատ զրուցել այս թեմայով, երբ որ Ուկրաինան ավարտվի, հնարավոր է այս կողմը որոշակի սրացում լինի, ի վերջո ռուս քարոզիչների խոսքերն էլ լսեցինք, զայրացանք բնականաբար Սոլովյովի, վերջից հետո Դուգինի, բնականաբար Հայաստանի Հանրապետության անկախությունը քննարկման առարկա չէ եւ ցանկացած ոտնձգություն վերջինիս նկատմամբ լիովին դատապարտելի է ցանկացած նորմալ հայ մարդու կողմից, սա չի քննարկվում, ինքս էլ դատապարտում եմ բնականաբար։ Ենթադրում եմ սենց, որ այս առևտրային շարժը, ինձ թվում է նաև հեղուկ գազի առումով շուտով շարժ կլինի, նախընտրական էլի լույսի ներքո է, որպեսզի գործող իշխանությունները, որոնք այս պարգևավճարների եւ շատ այլ բաների ֆոնին ռեյտինգ կորցնելով մոտենում են հունիսյան ընտրություններին, ի վերջո ինչ որ բան ունենալ տալ, ասենք գազը էժան լցնող վարորդներն ասեն, ահա ի վերջո խաղաղության պտուղները եւ այլն, բայց եկեք մեզ նորից ու նորից չխաբենք, ինչպես Ալիևի ցանկությամբ բացվում է այդ ճանապարհը, այնպես էլ 1 րոպեում այդ ճանապարհը կարող է փակվել։ Դա որևէ խնդիր չէ, որովհետև գիտեք, հաճախ իշխանությունները sense են ներկայացնում խաղաղության դարաշրջանը եւ դա դրա պտուղներն են։ Ոչ, սա կլներ պտուղ, եթե ինչ-որ կայուն կապ լիներ, օրինակ Վրաստանի պես։ Վրաստանով կայուն մենք կապ ունենք Ռուսաստանի, Իրանի պես։ Բայց այդտեղ մենք ընդհանրապես ունենք պայմանով բացված որոշակի ճանապարհ, որը կարող է արագորեն փակվել, ինչն է խանգարելու Ալիևին։ Հիմա համեմատեք հələ պաշտոնական Թբիլիսի եւ Բաքվի դիրքորոշումները։ Թբիլիսին հա չի փակի ճանապարհը, չէ՞։ Բայց Բաքուն միանգամից կարող է ասել թշնամական Հայաստան, ռևանշիստներ, հետո հետևն է դնել Արևմտյան Ադրբեջանը փակել։ Բաքուն այնքան խորանում է, որ ձեր ասելը հետնել դժվարանում։ Ինչի է դժվարանում։ Բացարձակ չի դժվարանում, ավելին ասեմ, իրենց ներքին քարոզչամեքենան, իրենց իշխող դեպուտատներ, իրենց ՀԿ-ների իշխանական անդամները եւ այլն շարունակում են լկտի հակահայ քարոզչությունը։ Գեք ուղղակի մենք աստիճան ենք տեսել Ալիևի լկտիությունը, որ հիմա մի պահ sense մեղմացնում է, ասենք մեղմացում, ասենք 100 միավորից իջել է 95 միավոր հետո, բայց դա նորմալ չի, չէ՞։ Երբ որ բացահայտ քեզ պատերազմով են սպառնում, երբ որ քո տարածքի նկատմամբ բացահայտ նկարտումներ ունեն, երբ որ քո տարածքը սպայն օկուպացրել են եւ չեն ուզում այդ տարածքից դուրս գալ, երբ որ հայերի էթնոսիդ իրականացրեցին Արցախում, երբ որ մեր պատմությունը կեղծում են, մեր մշակութային ժառանգությունը ոչնչացնում են Արցախում, ի վերջո խաղաղություն գնացող պետությունը այդպես չի անում, խաղաղություն գնացող պետությունը ձգտում է լիցկաթափել նաև իր հասարակությանը։ Հիմա մենք ադրբեջանական հասարակություն լիցկաթափում տեսնում ենք, իհարկե ոչ։ Գանք էլի կարևոր են, այսինքն թրիպը մեր անվտանգային միջավայրի հետ քիչ կապ ունի։ Գիտեք, ինչ որտեղ ճշմարտությունը մեջտեղում է։ Թրիպը դեռևս չձևավորված վերջնական տեսք չստացած պրոյեկտ է։ Այո, ունի։ Թրիպը որպես քաղաքական կառույց մեր։ Այո, ունի, բայց այն տեսքով չունի ինչ որ իշխանական քարոզչիչներ եւ կոմունիստներն ասեն, որ ահա վերջ թրիպը եղավ եւ հայ ժողովուրդը հասավ իր խաղաղության հանգրվանին։ Դա այդպես չէ, ել չասած, որ թրիպը կազմված է Տրամպի անձի հետ։ Տրամպի հետ է կապված այս process-ը։ Տրամպին մնացել է 2 տարի։ Եվ եթե Տրամպը չեղավ եւ հաջորդ եղավ դեմոկրատը, հիմա մենք տեսնում ենք Տրամպը ինչպես է գրչի մի հատվածով ողջ Բայդենի իրավական ժառանգությունը մաքրում։ Ողջ իրավական ժառանգությունը։ Բա որ հաջորդը եկավ ինչ-որ մի դեմոկրատ, ասաց Տրամպը վատն էր, Տրամպը ագրեսոր էր, Տրամպը պատերազմ էր քարոզում ողջ աշխարհում եւ այս
խաղաղության խորհուրդը ծրի կամ այն փաստացի չգործի եւ թրիպն էլ կասեն Տրամփից եք պայմանավորվեք գնացեք Տրամփից էլ ուզեք շատ վտանգավոր է անձի հետ պայմանավորվածությունը ինքը գայթակղի չէ որ դու անձի հետ անձամբ ես պայմանավորվում բայց այդ անձը որ չեղավ քո խնդիրը դառնում է միանգամից շատ բարդ դու պետք է կառույցի հետ պայմանավորվես տեսեք ՆԱՏՕ-ն այսինքն Թրամփի հետևում Միացյալ Նահանգներ չեք տեսնում հական Միացյալ Նահանգներ բայց 2 տարի հետո բավարար Թրամփը չեղավ ու չի լինի Թրամփը չէ Միացյալ Նահանգները կլինի Թրամփը չի լինի Միացյալ Նահանգներում եթե եղավ դեմոկրատ առաջնորդ մենք տեսնում ենք իրենց հարաբերությունները դեմոկրատների հետ դեմոկրատները լավ են բայց քո թրիփի հետ դեմոկրատները վստահ եմ չեն ուզենա որևէ կապ ունենալ այսինքն մի process իրենք շարունակեն որը իրենց երթվյալ քաղաքական հակառակորդի անվան ու գործունեության հետ է կապված ես սա շատ լրջորեն կասկածում եմ որ նման բան կլինի դու պետք է կառույցի հետ հարաբերություններ ասի հիմա տեսեք ՆԱՏՕ-ի անդամ է Ամերիկայի Միացյալ Նահանգները կառույցն է ՆԱՏՕ-ի իր հոդվածներով կա բայց նույն էս Տրամփի էս խաղաղության խորհուրդը Տրամփի անձի շուրջ է Աստված հեռու տանի Տրամփը որ վաղը հայտնվեց կոմայի մեջ կամ մահացավ ի՞նչ է լինել էս խաղաղության կառույցը Գրելանդիան վերականգնե դառնալ է էս խաղաղության կառույցը ոնց որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պարլամենտների միջև չգիտեմ ինչ խորհուրդ կար որ միջև հիմա գործում է Մեր ինչ է կարծում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները նոր դեսպանի Թեհրանի հետ համաձայնեցված էր ավելի շուտ կենտրոնական իշխան չի կարող համաձայնեցված չլինել չի կարող նման բաները պատահական չեն լինում իմ խորին համոզմամբ Թեհրանը որն է Թեհրանի փորացավը Թեհրանի փորացավը հանրահայտ է իրենք վերջին տարիներին 2018 թվականից սկսած աճող կասկածով էին հետևում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դե նախկինում սովոր էին 3 նախագահներ հայտնի չափով ռուսամետ հիմա եկավ Նիկոլ Փաշինյանը իր արևմտյան կերպարով տեսքով թեև ստեղ լիքը եթեներ կան բայց այնուհանդերձ արևմտյան կերպարով տեսքով եւ աճող անհանգստությունը որ պաշտոնական Թեհրանի մոտ կար 2018 թվականից սկսված 2020 թվականի Սուլեյմանի սպանություն դրան հաջորդած անհաջողությունները եւ անցած տարվա այդ ծանր պատերազմը որը Թեհրանին մեծ կորուստներ արժեցավ ի վերջո բերում են նրան որ այդ անհանգստությունը այն արևելյան ողջ դիվանագիտական զսպվածությամբ հանդերձ մեջտեղ են բերում որ ասում են այսպես բան մի արեք բայց դե մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետությունն էլ ինքնիշխան պետություն է ժողովրդավարական արժեքներ գոնե հայտարարում է եւ չի կարող մարդկանց արգելել հավաք անել բայց դե մյուս կողմից էլ մենք տեսանք չէ որ բազում Իրանի քաղաքացիները ասացին, որ իրենց ԱԱԾ-ից կանչել են, զգուշացրել են, ոստիկանությունը իրենց հետ աշխատում է, արգելում է եւ այլ եւ այլ։ Իրանի խնդիրը շատ բարդ է։ Իրանը ընկել է քաղաքակրթական ճգնաժամի մեջ եւ ինքը որ ուղղությամբ է գնա բարդ է։ Դիմադրի ճգնաժամը օրորի ավելի է խորանում, որովհետեւ արժեքաբանական առումով սերունդ է փոխվում Իրանում։ Ես սա բազմիցս եմ ասել եւ այդ մարդիկ չեն ուզում ապրել միջազգային մի միջավայրում, որտեղ միջնադարյան շիա իրավական մեխանիզմներն են կարգավորում իրենց կյանքը։ Հա, բայց մյուս կողմից էլ այդ պետության մեջ շիիզմը եւ այդ շարիաթական կարգավորումներն այնքան խորն են մտած, որ եթե դա հանես, կարծես մարդու միջից կմախ կհանես, արդյոք այդ պետությունը կլինի, թե ուղղակի կփլզվի ու կգնա։ Նույն խորհրդային միության իդեպ խնդիրն է, շարունակելը վատ է, կանգնելն էլ խնդիրները չինացիք կարողացան 90-ականների սկզբին որոշակի մանևրելով լուծեն այս խնդիրը, ասենց կամաց իրենց պետությունը կոմունիստականից տանելով դեպի կապիտալիստական, կամաց չէ, միանգամից էլ տարան, ազատականացրեցին տնտեսությունը եւ հիմա չէ դե ամեն դեպքում եթե մեկ կուսակցական համակարգ է եւ ըստ էության դասական իմաստով ժողովրդավարություն չկա, եկեք տնտեսության ազատականացման մասին չխոսենք։ Այլ կոմունիստական կուսակցությունը թույլ է տալիս որոշակի բաներ շատ զգուշորեն բայց տենց ինչքան երկար կարող է շարունակվել տնտեսություններից մեկը դարձան, ճիշտ է։ Այո, դարձան, բայց նորից բայցեր կան։ Իմ խորին համոզմամբ հզոր տնտեսությունը չի կարող առանց ժողովրդավարության դինել, իսկ Չինաստանում այնուհանդերձ չկա ժողովրդավարություն։ Համաձայն եմ եւ վերջինը հնդկական հրթիռները կարևոր ձեռքբերում են մեզ։ Իհարկե կարևոր են, սա չի քննարկվում, ընդ որում ես Երևի թե կարող եմ պնդել, որ սրանից առաջ էին եկել եւ հետո էլ կգան, ուղղակի այս պարտիան կարծես հնդիկները հանրային դարձրեցին, դե ոչինչ, հիմա իրանք էլ իրենց խնդիրներն են լուծում։ Ընդ որում այդ հանրայնացումը մեր համար էլ մեծ հաշվով վատ չի։ Այսինքն հանրայնացումը իր պլյուսներն ու մինուսներն ունի։ Հիմա լավն եղավ, որ Ադրբեջանը տեսավ, որ սա ունես։
այսինքն քո վրա հարձակվելուց մի քիչ ավելի երկար կմտածի, դե վատնել են եղավ, որ իմացավ, որ ունես, այսինքն եթե հարձակվեց ավելի հազար կհարվածի քեզ։ Թաքցնելը, զենք ունենալը, պահելը թաքցնելը։ Չէ, գիտեք, դա հակասական է, իր պլյուսները եւ մինուսներն ունի։ Ես սա բազմից եմ ասել։ Թաքցնելը հակառակորդ ավելի լկտի է քո վրա գալի, բայց դու իրեն ավելի մեծ ես ցավացնում, բայց ամեն դեպքում ինքը եկավ քո վրա։ Բայց որ ունեսել գալու հավանականությունը կանխվում է ավելի շատ, բայց դե մյուս կողմից է, եթե որոշեց գալ, ավելի պատրաստված է գալի։ Երկու ինչ որտեղ մեջտեղում պետք է ամեն ինչը բռնել, ընդհանրապես անկասկած լավ է։ Ուղղակի ես նորից ասում եմ, այս անգամ էլ չեմ հոգնի ասել, զենք առնելը դա լավ է, դա պետք է, դա անհրաժեշտ է, բայց դու պետք է քո պետության ռազմավարչական համակարգը գցես ավելի էֆեկտիվ արդյունավետ ճանապարհների վրա։ Կառավարման որակ, բանակային ուսուցում։ Հիմա մենք մեր մոտ մեր երկրում ինչ ենք տեսնում։ Ի վերջո հասարակության ամրության խնդիրը կա, հասարակության այս ատելության մթնոլորտը որ կա, սա էլ է, չէ, պատերազմի ժամանակ մեր դեմ խաղալու ցավոք։ Այսինքն մեր հասարակությունը շատ խոցելի է, մեր ռազմավարչական համակարգը այս պահին խոցելի է։ Լավ զենքը գիտեք որն է, ոնց որ 1-10 մի հատ բարդ տեխնիկա, բայց չսովորեցնես իրան աշխատել այդ տեխնիկայով, ինքը մի պարզ ֆունկցիան մենակ իրականացնի։ Ոչ, չի կարելի, պետք է դու լիարժեք տիրապետ ես։ Հուսով եմ պաշտպանության նախարարության պատասխանատուները այս հարցով մտահոգված են։